Հոգեբաներ Մարիամ Մեհրաբյանն ու Լուսինե Գրիգորյանն այսօր այցելել են Մարմարիկ գյուղ փոքրիկ Տիգրանի ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նրանք առանձնակի նրբանկատությամբ ու հոգատարությամբ զրուցել են Տիգրանի 4-ամյա քույրիկի հետ, ով այդ օրը եղբոր հետ միասին խաղում էր տան բակում։ Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը նշում է, որ չնայած փոքրիկի տարիքին նրա հիշողությունը հստակ է և նա վստահությամբ է պատմել իր տեսածը։ Փոքրիկը մանրամասն պատմել է եղբոր հետ անցկացրած պահերի մասին մինչև այն պահը, երբ Տիգրանն հանկարծակի անհետացել է։ Հոգեբաների այցն ու փոքրիկի պատմածը նոր շերտեր են բացում այս բարդ ու առեղծվածային դեպքի շուրջ։ Նրանք հորդորել են շարունակել քույրիկի հետ նուրբ, ոչ ճնշող հաղորդակցությունը, միաժամանակ կարևորելով նաև ընտանիքի համար կայուն հոգեբանական աջակցությունը մինչև Տիգրանի գտնվելու կամ վերադառնալու հուսալի ավարտը։ Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրել է տեսանյութեր, որտեղ պատմել է իր և ընտանիքի հանդիպման մասին և այլ մանրամասներ, որը կցանկանանք նաև դուք տեսնեք։ Մարդիկ ջան, բարի օր։ Վստահ եմ բոլորդ այսօր աղոթում եք փոքրիկ Տիգրանի կյանքի համար, որպեսզի երեխան գտնվի։ Մենք, ես և Լուսինեն, կարողացանք առավոտյան գալ Տիգրանի ծնողների հետ ծանոթանալ, քույրիկի հետ ծանոթանալ։ Ես ձեզ ուղղակի խնդրում եմ, ձեր մեկնաբանությունների մեջ շատ զգուշ եղեք, որովհետև դուք ընտանիքին չգիտեք և անիմաստ ձեր կարծիքն եք հայտնում և վիրավորում եք, առանց պատմության մանրամասները իմանալու։ Մեր միակ նպատակը հիմա պետք է լինի, միակ գործողությունը աղոթելը Տիգրանի կյանքի համար։ Եթե կարողանում եք, միացեք կամավորական աշխատանքներին, որոնողական գործողությունները ուժեղացնելու մեջ, իսկ ընտանիքը թե ինչքան ուշադիր և կարգին մարդկանցից է կազմված, ուղղակի նկարագրել չեմ կարող, մեր տպավորությունը հենց այդպիսին էր, որտեղ մենք 2.5 ժամ նրանց հետ անցկացրեցինք, նրանց տանն էինք, շփվեցինք քույրիկի հետ և ուղղակի պետք է ընտանիքին ճանաչել և հասկանալ, որ սա դժբախտություն, ողբերգություն է, որից ապահովագրված և պաշտպանված չէ որևէ մեկը։ Այստեղ կա շատ մեծ բաց իհարկե, որովհետև գյուղը տեղակայված է առանց Պարիսպի գետի ափին, իսկ Պարիսպի հարցը արդեն ես չէ, որ պետք է ձեզ ասեմ, որ դա պետական հոգացության հարց է, իսկ քաղաքացին որքանով էլ որ զգուշ լինի, որքանով էլ որ այս ամենը գիտակցի, կարող է 2 տարեկանը չբոլորած երեխայի կյանքով արժենա։ Իսկ ինչ վերաբերվում է ընտանիքի մոտեցմանը, ընդամենը մեկ նախադասությամբ կասեմ, նրանց 4 տարեկան երեխան մեզ ամբողջ գյուղի հետ ծանոթացրեց, ասելով, որ այստեղ զգուշ, այստեղ գետ է, այսինքն ընտանիքի դերը որպես այդպիսին 100-ից 100 արված է, թե հայրը, թե մայրը, տատիկ, պապիկները, հորեղբոր ընտանիքը, այսպես լիարժեք կազմակերպված, դաստիարակչական ֆունկցիան լիարժեք իրականացրած, երեխայի զարգացման մեջ մեծ ներդրում ունեցող մարդիկ էին։ Սա մեր աչքի տեսածը և մեր կարծիքն է տվյալ ընտանիքի մասին, ուստի ձեր բոլորի գործը մեկն է՝ աղոթել Տիգրանի կյանքի համար, որպեսզի որոնողական աշխատանքները ավարտվեն ի նպաստ։ Նշեմ, որ 4-րդ օրն է երեխան դեռ չի գտնվել և այս պահի դրությամբ էլ ես ընդամենը փոքրիկ կադրեր տեղադրեցի, թե ինչ պայմաններում են որոնողական աշխատանքները ընթանում և այդ տեսարանը արդեն մեզ համար, բոլորիս համար շատ ծանր տեսարան է, ինչպես պետք է այս ամենը ավարտվի, այնպես որ գնանք մեկ բռունցք դառնանք։ Նշենք նաև, որ 2007 թվականին Մարիամ Մեհրաբյանի և ամուսնու Արկադի Մեհրաբյանի համատեղ ջանքերով բացվեց Ժեստ հոգեբանական կենտրոնը։ Մարիամի խոսքերով, ավարտելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, ընկղմվել է մասնագիտական գործունեության մեջ։ Դեռևս ուսանողական տարիներից համատեղելով ընտանիքը, կարիերան, մայրության գործառույթները, լինելով 4 երեխաների մայր, Մարիամը շեշտում է, որ կնոջ առաքելությունը ամենուր արարել և ստեղծելն է, ինչն իր մոտ շուրջ 13 տարի ստացվում է համատեղել և ամբողջացնել
կնոջ, մոր և մասնագետի գործողությունները։ Որպես գիտական հետաքրքրություններ առանձնացնում է ընտանեկան հոգեբանությունը, հոգեթերապևտիկ տարբեր ուղղությունների էկլեկտիկ մոտեցումը, իրավաբանական հոգեբանությունը։ Մարիամն առանձնացնում է, որ կին ձեռներեցներին ընձեռնված հնարավորությունից օգտվելով իրենք կարողացան ձեռք բերել առավել ընդարձակ գրասենյակային տարածք։ Մարիամ Մեհրաբյանի կերպարում համադրված է կին գիտնականը, ընտանիքի մայրը, հայրենիքի նվիրյալը, ինչպես նաև գործարարը։ Նա հիմնադրել է, ինչպես արդեն նշեցինք, «Ժեստ» հոգեբանական կենտրոնը, որի գաղափարախոսության հիմքում ընկած է կարեկցանքն ու հարգանքը անհատի, մարդու նկատմամբ։ Մարիամ Մեհրաբյանը 2014 թվականից հոգեբանական գիտությունների թեկնածու է, 2018 թվականից դոցենտ։ Նա հեղինակ է գիտական մի շարք աշխատությունների և մենագրությունների։